Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Երկիրան կերպար ու դատարկ էր, և խավար էր անդունդի երեսին, իսկ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Եվ Աստված ասաց. թող լույս լինի, և լույս եղավ։ Աստված տեսավ, որ լույսը բարի է, և Աստված բաժանեց լույսը խավարից։ Աստված լույսը կոչեց ցերեկ, իսկ խավարը գիշեր։ Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ առաջին օրը։ Եվ Աստված ասաց. թող ջրերի միջև հաստատություն լինի, ջուրը ջրից բաժանելու համար։ Եվ Աստված ստեղծեց հաստատությունը, և բաժանեց հաստատության ներքևի, ջրերը հաստատության վերևի ջրերից, և այդպես եղավ։ Աստված հաստատությունը կոչեց երկինք, և եղավ երեկո, և եղավ առավոտ երկրորդ օրը։ Եվ Աստված ասաց. թող երկնքի տակ գտնվող ջրերը մի տեղում հավաքվեն, և թող երևա ցամաքը։ Եվ այդպես եղավ, Աստված ցամաքը կոչեց երկիր, իսկ հավաքված ջրերը կոչեց ծովեր։ Եվ Աստված տեսավ, որ դա բարի է։ Այնուհետև Աստված ասաց. թող երկիրը բուսականություն տա, սերմնատու բույսեր, և պտղաբեր ծառեր, որոնց պտղի մեջ սերմ կա, ըստ իրենց տեսակների։ Եվ այդպես եղավ, երկիրը բուսականություն տվեց, սերմնատու բույսեր ըստ իրենց տեսակների, և պտղատու ծառեր, որոնց պտղի մեջ սերմ կար, ըստ իրենց տեսակների։ Եվ Աստված տեսավ, որ դա բարի է։ Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ երրորդ օրը։ Թող երկնքի հաստատության մեջ լուսատուներ լինեն, օրը գիշերից բաժանելու համար, և թող լինեն նշաններ, սուրբ ժամանակները, օրերն ու տարիները նշելու համար։ Թող լինեն լուսատուներ երկնքի հաստատության մեջ, երկրի վրա լուսավորելու համար։ Եվ Աստված ստեղծեց երկու մեծ լուսատուները. մեծ լուսատուն օրը կառավարելու համար, և փոքր լուսատուն գիշերը կառավարելու համար, ինչպես նաև աստղերը։ Աստված դրանք դրեց երկնքի հաստատության մեջ, երկրի վրա լուսավորելու համար, օրը և գիշերը կառավարելու և լույսը խավարից բաժանելու համար։ Եվ Աստված տեսավ, որ դա բարի է։ Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ չորրորդ օրը։ Թող ջրերը կենդանի արարածներով լի լինեն, և թող թռչուններ թռչեն երկրի վրա, երկնքի հաստատության առջև։ Եվ Աստված ստեղծեց ծովի մեջ կենդանիները և ամեն կենդանի շարժուն էակ, որով ջրերը լի են ըստ իրենց տեսակների, և ամեն թևավոր թռչուն ըստ իր տեսակի։ Եվ Աստված տեսավ, որ դա բարի է։ Աստված օրհնեց նրանց և ասաց. բազմացեք և շատացեք, լցրեք ծովերի ջրերը, և թող թռչունները շատանան երկրի վրա։ Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ հինգերորդ օրը։ Եվ Աստված ասաց. թող երկիրը կենդանի էակներ տա, ըստ իրենց տեսակների, ընտանի կենդանիներ, սողացող արարածներ և վայրի կենդանիներ, ամեն մեկը ըստ իր տեսակի։ Եվ այդպես եղավ։ Աստված ստեղծեց վայրի կենդանիները, ըստ իրենց տեսակների, ընտանի կենդանիները, ըստ իրենց տեսակների, և բոլոր սողացող արարածները, ըստ իրենց տեսակների։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Այնուհետև Աստված ասաց. եկեք մարդ ստեղծենք մեր պատկերով և մեր նմանությամբ, որպեսզի նա իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ընտանի կենդանիների, բոլոր վայրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր արարածների վրա։ Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց։ Աստված օրհնեց նրանց և ասաց. բազմացեք և շատացեք, լցրեք երկիրը և տիրեցեք նրան։ Եվ Աստված տեսավ ամեն ինչ, որ ստեղծել էր,
Եվ ահա շատ բարի էր։ Եվ եղավ երեկո, եւ եղավ առավոտ, 6-րդ օրը։ Այսպիսով երկինքն ու երկիրը ամբողջացան իրենց ամբողջ բազմազանությամբ 7-րդ օրը։ Եվ 7-րդ օրը Աստված ավարտեց իր գործը, որ արել էր, եւ 7-րդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից։ Եվ Աստված օրհնեց 7-րդ օրը եւ սրբացրեց այն, որովհետև այդ օրը նա հանգստացավ իր բոլոր ստեղծագործ գործերից։